Մեր ընտանիքը միշտ համարվել է օրինակելի ու ամուր։ Ես ու ամուսինս Հայկը արդեն 10 տարի է ինչ միասին ենք։ Ունենք 2 բալիկ։ Ապրում ենք Սկեսրայրի Սուս Կեսուրիս, տիկին Մարիամի հետ։ Մեր տանը միշտ ուրախություն է եղել, բայց մի հարց կար, որը տարիներ շարունակ տանջում էր բոլորիս, հատկապես տիկին Մարիամին։ Դա Հայկի կրտսեր եղբոր Արամի հարցն էր։ Արամը 35 տարեկան էր, բարձրահասակ, բարետես, կիրթ ու շատ աշխատասեր տղամարդ։ Նա հաջողակ ինժեներ էր, իր գործի վարպետը, ու բոլորը զարմանում էին, ինչպես է պատահում, որ նման տղան դեռ ամուսնացած չէ։ Մեր ազգուտակում չկար մի հարսանիք կամ հավաքույթ, որտեղ հարազատները չմոտենային նրան ու չասեին. «Դե Արամ ջան, հերթը քոնն է, երբ ենք քո հարսանիքին քեֆ անելու»։ Արամը միշտ նույն կերպ էր արձագանքում, թեթև ժպտում էր, հայացքը փախցնում ու կատակով փակում թեման։ Բայց տարիներն անցնում էին, իսկ նրա լռությունը դառնում էր ավելի ծանր։ Տիկին Մարիամը հաճախ էր լաց լինում։ Գիշերները նստում էր խոհանոցում, թեյ խմում ու ինձ ասում. «Անուշ ջան, չեմ հասկանում ինչ է կատարվում այս տղայի հետ։ Ոչ մի աղջիկա չի հավանում, ոչ մեկի հետ չի հանդիպում, միթե սիրտ չունի, միթե չի ուզում իր օջախն ունենալ»։ Մենք կարծում էինք, թե գուցե անհաջող սեր է ունեցել երիտասարդ տարիներին, կամ գուցե պարզապես կարիերան է նրա համար առաջնային, բայց ճշմարտությունը շատ ավելի խորն էր ու ցավոտ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արամը սկսեց ամեն շաբաթ կիրակի անհայտ ուղղությամբ գնալ։ Ասում էր, թե քաղաքից դուրս գործեր ունի կամ ընկերների հետ է, բայց ես ու Հայկը նկատեցինք, որ նա վերադառնում էր շատ հոգնած, բայց մի տեսակ տարօրինակ լուսավորված հայացքով։ Մի օր, երբ Արամը նորից պատրաստվում էր մեկնել, տիկին Մարիամի ճնշումը բարձրացավ։ Նա սկսեց աղաչել որդուն. «Արամ բալես, մի գնա այսօր, մնա տանը, տես, վատ եմ, մինչև երբ ես մեզանից բան թաքցնելու, ասա, ուր ես գնում, ում մոտ ես գնում, գուցե ընտանիք ունես ու մեզ չես ասում»։ Արամը կանգնեց դռան շեմին, նրա դեմքը սփռտնեց, նա երկար նայեց մորը, հետո մեզ բոլորիս, ովքեր սպասողական հայացքով սպասում էինք պատասխանի։ Նա խորը շունչ քաշեց ու ցածրաձայն ասաց. «Լավ, եթե այդքան ուզում եք իմանալ, այսօր ինձ հետ եկեք, բայց խոստացեք, որ ոչ մի հարց չեք տա, մինչև տեղ չհասնենք»։ Մենք շատ արագ պատրաստվեցինք։ Հայկը նստեց ղեկին, Արամը ցույց էր տալիս ճանապարհը։ Մենք դուրս եկանք Երևանից ու ուղղվեցինք դեպի մի հեռու գյուղ։ Մոտ 2 ժամ անց մեքենան կանգնեց մի համեստ, բայց շատ խնամված տան դիմաց։ Երբ մտանք ներս, տեսանք մի կնոջ, ով մոտ 60 տարեկան էր, և մի փոքրիկ տղայի, մոտ 7 տարեկան։ Տղան տեսնելով Արամին, վազելով եկավ ու փաթաթվեց նրա ոտքերին, գոռալով. «Պապա, եկար»։ Մենք ուղղակի քարացանք։ Տիկին Մարիամի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա նայեց Արամին ու հազիվ լսելի ձայնով հարցրեց. «Սա է պատճառը, սա քո որդին է։ Ինչու ես մեզանից թաքցրել, Արամ»։ Արամը կռացավ, գրկեց տղային, համբուրեց ու նրան ուղարկեց մյուս սենյակ խաղալու։ Հետո շատ հանգիստ ձայնով ասաց. «Ոչ, մայրիկ, նա իմ կենսաբանական որդին չէ, նա Վարդանի որդին է»։ Այդ պահին Հայկը ցնցվեց։ Վարդանը Արամի մանկության լավագույն ընկերն էր, ով զոհվել էր տարիներ առաջ պատերազմի ժամանակ։ Մենք բոլորս հիշում էինք այդ ողբերգությունը, բայց չգիտեինք, որ Վարդանը երեխա ուներ։ Արամը նստեց ու սկսեց պատմել։ Երբ Վարդանը վիրավորված ընկած էր իմ ձեռքերի վրա, նա միայն մի բան խնդրեց. «Արամ, տղայիս ու մորս տեր կանգնիր, նրանք ոչ մեկը չունեն»։ Վարդանի կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ, իսկ մայրը հիվանդ էր։ Այդ օրվանից ես երդվեցի, որ Նարեկը երբեք իրեն որբ չի զգա։ Մենք լուռ լսում էինք, իսկ Արամի ձայնը դողում էր։ Ես չէի կարող ամուսնանալ, որովհետև ամեն աղջիկ չէր ընդունի այս պատասխանատվությունը։ Ես չէի ուզում գտնել մեկին, ով ինձ կստիպեր ընտրություն կատարել իմ ընտանիքի ու այս երեխայի միջև։ Ես իմ ողջ աշխատավարձը, իմ ողջ ազատ ժամանակը նվիրել եմ նրանց։ Նարեկը կարծում է, որ ես իր հայրն եմ, ու ես երբեք թույլ չեմ տա, որ նա հիասթափվի։ Ես չեմ ամուսնացել, որովհետև իմ սիրտը զբաղված էր այս երեխայի հանդեպ պարտքով ու սիրով։ Տիկին Մարիամը մոտեցավ որդուն ու պինդ գրկեց նրան։ Նա այլևս չէր լաց լինում հուսահատությունից, դրանք հպարտության արդյունքներ էին։ «Որդիս, իմ ազնիվ տղա», շշնջաց նա,
Իսկ ինչու մեզ չէիր ասում։ Միթե կարծում էիր, որ մենք քեզ չէինք հասկանա կամ չէինք օգնի։ Արամը գլուխը կախեց։ Ես չէի ուզում ձեզ ծանրաբեռնել իմ խոստումով, ես ուզում էի սա միայնակ տանել։ Այդ օրը մենք բոլորս փոխվեցինք։ Մենք հասկացանք, որ մեր կողքին ապրում է մի մարդ, ում սիրտը այնքան մեծ է, որ այնտեղ տեղավորվում է ոչ միայն սեփական ցավը, այլև ուրիշի որբությունը։ Անցավ մի քանի ամիս։ Նարեկը եւ նրա տատիկը տեղափոխվեցին մեր տան մոտակայքում գտնվող մի բնակարան, որը Հայկն ու Արամը միասին վերանորոգեցին։ Տիկին Մարիամը հիմա Նարեկին սիրում է այնպես, ինչպես իր հարազատ թոռներին։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ հենց այն ժամանակ, երբ Արամը բացեց իր սիրտը, նրա կյանքում հայտնվեց Մարինեն, Նարեկի դպրոցի ուսուցչուհին։ Մարինեն այն եզակի մարդկանցից էր, ով գիտեր Նարեկի պատմությունը եւ հիանում էր Արամի արարքով։ Նրանց միջև ծնվեց մի գեղեցիկ ու մաքուր սեր։ Այսօր Արամն արդեն պատրաստվում է իր հարսանիքին, ու գիտեք ով է լինելու նրա քավորը։ Նարեկը։ Փոքրիկ Նարեկը, ով իր հպարտ քայլվածքով ու Արամի ձեռքը բռնած, մտնելու է եկեղեցի։ Այս պատմությունը մեզ սովորեցրեց, որ երբեմն մարդկանց լռության հետևում թաքնված է ոչ թե անտարբերություն, այլ հսկայական զոհողություն ու սեր։ Մենք քարացել էինք ճշմարտությունից, բայց այդ ճշմարտությունը մեզ դարձրեց ավելի լավը, ավելի ներողամիտ ու ավելի մարդկային։ Հիմա, երբ մեր տանը հավաքվում ենք սեղանի շուրջ, ես նայում եմ Արամին ու հասկանում. իրական տղամարդը նա է, ով կարողանում է պահել իր խոսքը, նույնիսկ եթե դրա համար պետք է տարիներով զոհաբերի սեփական երջանկությունը։ Բայց կյանքը արդար է, եւ ի վերջո բարությունը միշտ վերադառնում է տասնապատիկ։